Քանի որ մոռացել եմ, երբ դուրս ենք եկել, սրա մասին էլ խոսենք, երբ որ մենք ներկայացնում ենք հակափաստարկներ ու պնդում ու հարցնում էինք, երբ որ ապրիլ ամսից մարդիկ արդեն կանգնեն փաստի առաջ։ Ինչ են անելու օրինակ այն ընտանիքները, որոնց անդամները չեն հասել կենսաթոշակային տարիքի, չունեն աշխատանք եւ այլն, փոխվարչապետը հակափաստարկ էր բերում, իսկ դու գիտեք Հայաստանում ինչքան այդպիսի ընտանիքներ կան այդ նույն կարգավիճակում եւ 3 անգամ ինքը այդ նույն բանը ասեց եւ երբ ես հարցրի, որ նորմալ եք համարում, երբ բռնի տեղահանվածի ու ոչ բռնի տեղահանվածի միջև կամ անապահովի միջև հավասարության նշան եք դնում, ինքը ասեց, որ պետք լինի 5 անգամ էլ կասեմ, այսինքն եթե փոխվարչապետը ինքը չի հասկանում, որ բռնի տեղահանվածին որևէ կերպ չի կարելի համեմատել մեկ այլ կարգավիճակում գտնվող մարդու հետ, ես չեմ պատկերացնում, որ կարելի է իրենցից ինչ որ մեզ հարմար ինչ որ տարբերակ լսել, ուստի կարծում ենք, որ համատեղ պետք է որոշենք ու հստակ գործողությունների պլան մշակենք։